գողացել են բանկերից, հա։ Ես ներողություն եմ խնդրում, ես բանկի ներկայացուցիչն եմ, հաղորդակցության ստորաբաժանման ղեկավարը։ Տաթևիկ Վարդևանյան, բանկի հաղորդակցության եւ սոցիալական ծրագրերի ղեկավար։ Կարող եք ասել, ինչ պահանջ ունեք ներկայում ID բանկից։ Մենք պահանջում ենք ID բանկից, որ անհապաղ այդ սողանցքները, տեխնիկական լուծումները անհապաղ տա, սա մեկ, եւ պահանջում ենք ID բանկից, որ քաղաքացիներից կիբերհանցագործների գողացածը, ձեր բանկերից կիբերհանցագործների գողացածը չպահանջեք անհատականորեն քաղաքացիներից, օգտագործելով ձեր գերակա դիրքը։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք հայտնել նաև բանկի դիրքորոշումը այսմենի հետ կապված։ Զեղծարարությունների ցավոք սրտի զոհ են դառնում այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական տվյալները տրամադրում են երրորդ անձանց։ Նման բան չկա։ Մի վայրկյան, սա սուտ է կեղծիք, հա թույլ չեմ տալիս, որովհետև դուք սուտ ու կեղծիք եք հիմա տարածում։ Հիմա քաղաքացիներ, դուք ասեք, դուք քանի հոգի եք, դուք ձեր թիկունքում կանգնած անցել եք որևէ հղումով։ Չեմ անցել։ Ոչ։ Քաղաքացին, երկու հաղորդակցություն թոշակառու է եւ Քաղաքացին կնոպշնի հեռախոսա բռնում, այնպես որ եթե շատ ցանկանաց չեն կարող տալ։ 40 թիվ, եթե ցանկանում եք այցելել, փոխի հավաքեք հնգանջ թիվ։ Ես դրանք տեսել եմ վարկը հաստատելուց 3 օր հետո։ Դեկտեմբերի 14-ին վարկը հաստատվել է, շաբաթ կիրակ ես ուշադրություն չեմ դարձրել, երկուշաբթի 16-ին տեսել եմ։ 16-ին դիմել եմ ոստիկանություն, հետո ոստիկանությունից հետո եկել եմ նայել, տեսել որ այդ երկու հաղորդագրություններ կա, ու դրանք բացած չի։ Ես ոչ մի բան չեմ հաստատել, ոչ մի բան, ոչ մերժել եմ, ոչ հաստատել։ Մինիմալ աշխատավարձի ցածրած սեփականություն չունեմ, թույլ վարկային պատմություն ունեմ։ 2 միլիոն դրամ վարկ են հաստատել իմ անունով։ Հիմա խնդրում եմ ասեք, ում վերցրած գումար ես ինչ եղանակով ինչ ձևով պետքա փակել։ Տոկոսների իրար հետ։ Ես ցանկացած դեպքում քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս անպայման դիմել բանկ եւ բոլոր այդ кейսերը, հա, բոլոր դեպքերը մանրամասն ուսումնասիրվում են։ Դիմել ենք նաև ձեր բանկին, բայց մենք էլ եթե հարցը խորհրդին է, մենք էլ խորհուրդ տանք։ Մենք խորհուրդ ենք տալիս բանկերին աշխատել օրինաչափ եւ իրավաչափ պահանջներ ներկայացնել քաղաքացիներից։ Եթե այդ պահանջները իրավաչափ չեն, ուրեմն այդ բանկերը ապօրինի են գործում մեր երկրում։ Քանի որ դուք թույլ չեք տալիս առհասարակ խոսել եւ մեկնաբանել այն ինչ դուք ասում եք, ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի մեր լրագրող գործընկերները, խնդրում եմ թույլ տվեք խոսել, որպեսզի մեր լրագրող գործընկերները նաև ձեզ հետաքրքրող հարցերը հավաքագրեն, ուղղեն մեզ եւ մենք մանրամասնորեն բոլոր հարցերին կարող ենք անդրադառնալ եւ պատասխանել։ Տիկինը թոշակառու է, եթե ինքը անձամբ ներկայանալ բանկ 2 միլիոն դրամ պիտի չտայիք, ինչ կիբերհանցագործ ինչ բան։ Ինչ եք 2 միլիոն դրամ վարկ տվել տիկնոջը։ Որովհետեւ վարկի տրամադրումը եւ քաղաքացու վարկունակությունը որոշվում է ոչ միայն իր եկամտով։ Վարկունակության մեջ կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս համակարգին, ընդ որում դա բանկի աշխատակցի եւ մարդկային գործոնի արդյունք չէ, այլ համակարգն է որոշում, թե որքան վարկ կարող է տրամադրել տվյալ հաճախորդը։ Կներեք, կարամ հակադարձել։ Ներողություն եմ խնդրում, վարկունակությունը ես դեպքից մոտավորապես 1.5 ամիս առաջ դիմել եմ ID բանկ եւ իմ վարկունակությունը գնահատվել է ընդամենը 1.400.000 դրամ։ Դրանից հետո կիբերհանցագործներին տրամադրվել է 8.560.000 դրամ։ Ոնց եք բացատրում դա։ Խնդրում եմ բացատրեք հանրության առջև։ Ես այս պահին չեմ կարող ձեր кейսը բացատրել, որովհետեւ չունեմ հստակ տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել։ Ես իմ անձնագրով ֆիզիկապես ներկա դիմել եմ ձեր բանկին, խնդրել եմ ինձ վարկ տրամադրել, ասել եք 1.400.000 դրամա ձեր սահմանաչափը։ Դրանից հետո ոչ իմ վարկը, խնդրում եմ թողեք ավարտեմ, հետո դուք շարունակեք։ Դրանից հետո ոչ իմ աշխատավարձի չափն է ավելացել, ոչ վարկային պատմությունն է դրական տեղաշարժ ունեցել, բայց դուք կիբերհանցագործին տրամադրել եք 8.560.000 դրամ։ Երբ որ ես դիմել եմ ձեր բանկին, նկատելով որ զեղծարարության զոհ եմ դարձել, եղել է իմ հաշվի մնացորդը 5.900.000 դրամ։ Ձեր աշխատակիցը այլ ուղղորդում է տալիս, պիտի զանգես Իդրամ, պիտի զանգես չգիտեմ ուր։ Իդրամը այնտեղ նոր տարվա բերան քնած է, вообще չի խառնվում այդ գործին, զանգերին չի պատասխանում։ Հետո կրկին զանգում եմ ձեր աշխատակցին, մեկ այլ աշխատակից է վերցնում, ով որ բանից բեխաբար, նորից այս ամեն ինչը ես իրան եմ բացատրում։
Ձեր աշխատակիցը ասում է դե լավ, որի դրամը չի պատասխանում, ես հիմա կսառեցնեմ։ Հիմա հարց, ինչի առաջի անգամ, եթե բանկի աշխատակիցը կարող է սառեցնել, ինչի չի սառեցրել, մեկ հարց, եւ երկրորդ հարցը, ձեր աշխատակիցները ինչի չունեն այն լիազորությունները, որ կարողանան մեզ adekvat պատասխան տան, թե ինչի է նման դեպքեր գրանցվում այսքան քաղաքացիների մոտ։ Դեպքերը նորից կրկնեմ, գրանցվում են, որովհետև քաղաքացիները անցնում են հղումներով եւ որքան էլ այստեղ քաղաքացիները պնդում են, որ չեն անցնում որևէ հղումով եւ որևէ տվյալ չեն լրացնում, մեր կարծիքը չի, դա Սենց մի բան ասեմ, ներողություն եմ խնդրում, լավ, ներողություն, մենք հասկացանք, որ ձեզ լսելը քաղաքացիներին գրգռում է ուղղակի, շնորհակալություն մեկնաբանությունների Ես ես խորհուրդ չեմ տալիս Զեղծարարին որտեղից ինֆորմացիա Հակոբ Հակոբյանի մասին։ Տեսեք, եթե քաղաքացիները հայտնվում են ծուղակում ինչ որ հղումների անցնելով, այն էլ այդ հղումները չափից շատ նման են եւ շփոթացնող տվյալ բանկերի պաշտոնական կայքերի կամ գովազդների հետ, այսինքն ծուղակում հայտնված քաղաքացուն չպետք է մեղադրենք, հեսա ID բանկ։ Ռեմզի Կայիսլի անունը Ուրեմն քաղաքացին պարտավոր չի ունենա այդքան գիտելիքներ, չունի պարտավորություն։ Դուք կարողացեք կանխել այդ դուք պարտավոր եք կանխել զեղծարարների գործողությունները։ Եվ ես խորհուրդ չեմ տալիս հիմա դուք այստեղ մեկնաբանություններ անեք, որովհետև իմ քաղաքացիները նյարդայնանում են ուղղակի։ Քաղաքացիները ձերը չեն, անգլերենով SMS ուղարկում ենք, բոլոր հաղորդագրությունները հիմա անգլերենով SMS-ը։ Ես էլ ստավայք խնդրում եմ։ ասում որ իրաց էջերը կոտրած է եւ ձեզ գալիս են SMS-ներ նույն ձևաչափով, ինչպիսին որ բանկը ունի։ Բանկերը ասում են, որ իրենց էջերը կոտրած է, խակերների։ Մենք նման բան չենք ասում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կիբեր հանցագործության մասին առհասարակ խոսք գնալ չի կարող, որովհետեւ կիբեր հանցագործություն կոչվում է այն հանցագործությունը, երբ տվյալները կորզվում են բանկի համակարգից։ Տվյալները տվյալ դեպքում տրամադրվում են բացառապես քաղաքացիների կողմից։ Տրամադրվում են Եթե անգամ տվյալները տրամադրվել են քաղաքացիների կողմից, ապա դուք պատշաճ կերպով պետք է անձը նույնականացնեիք, խոսքը գնում է միլիոնավոր դրամների մասին, անհարմար է ինչ մեկնաբանություններ։ Դուք անհարմար չեք զգում տիկին։ Հարգելի պարոն Կարագոզյան, քաղաքացիների նույնականացումը, երբ որ հարցումը վարկի կատարվում է նույնականացված հաշվից, բանկը ուղարկում է նույնականացման կոդ եւս մեկ անգամ հավաստիանալու IS կոդը դուք եք ուղարկել։ Եվ ոչ հաճախ եւ ոչ բոլոր դեպքերում մենք ձեր ասածները հնարավոր է որ ճշմարտության մեջ տեղավորվի 2-3% դեպքում, հա, բայց ոչ բոլոր դեպքերում եք դուք նույնականացնում պատշաճ կերպով ընդհանրապես նույնականացման մասին խոսք ստեղ պատշաճ կերպով դուք տեխնիկական մեծ թերություններ ունեք, որտեղ մենք գտնում ենք, որ դուք ունեք շահագրգռվածություն։ Մեր համակարգը Ասենք այնպես տպավորությունը, որ ձեր աշխատանքը երբ տեղի է ունենում հարգելի քաղաքացիներ, եթե դուք թույլ չեք տալու, որ ես խոսեմ, այդ դեպքում անիմաստ է իմ խոսելը։ Մենք ձեզ չենք թալանում, եթե դուք կհամեմատեք։ Ես խնդրում եմ դուք քաղաքացիներին մի հրահրեք, հա, մի հրահրեք քաղաքացիներին։ Խնդրում եմ մի հրահրեք Համենը կհնչեցնեմ մի թիվ եւ կարծում եմ ինչ որ ձև կհամադրեք այդ թվերը։ Միայն նախորդ տարվա ընթացքում մեր քաղաքացիները 2.5 միլիոն անգամ օգտվել են վարկային պրոդուկտից։ Մեր բանկում կոնկրետ։ Ինչ եք կարծում, բանկը ինչքանով է շահագրգռված տասնյակ դեպքերով ընդամենը, հա, ունենալ նման արդյունք։ Այսօրվա ձեր հավաքը հարգելի քաղաքացիներ։ Դուք խնդրում եմ մի հրահրեք, խնդրում եմ, հարգելի տիկին, խնդրում եմ մի հրահրեք։
Ես չեմ հրահրում։ Խնդրում եմ մի տարեք այլ ուղղությամբ։ Այստեղ բանա, քաղաքացիները դյուրագրգիռ են դառնում։ Ես տիկնոջ խոսքը համահունչ չի իրականության հետ, հա։ Եվ քաղաքացիները բոլորը անհամաձայն են, անհաշտ են, որպեսզի կրքերը չբորբոքվեն, խնդրում եմ կանխեք տիկնոջ հրապարակային խոսքը։ Չեք եկել այստեղ լսելու նաև պաշտոնական բառեր։ Ինչ լսենք, եթե չենք հավատում։ Մենք կարող ենք լսել, շփվել, համագործակցել այն դեպքում, եթե քաղաքացիների մեղավորությունը չեք տեսնում։ Ծուղակի մեջ հայտնված քաղաքացու մեղավորությունը չեմ տեսնում։ Գիտեք ինչ քաղաքացու մեղավորությունը չեմ տեսնում։ Թույլ եմ տալիս։ Հիմա նորից եմ թույլ տալիս։ Սխեման հետևյալն է գործընկերներ, այո, ես կարող եմ բացատրել։ Երբ որ քաղաքացին տեսնում եք 20,000 դրամանոց օրինակ բոնուսի կամ հարցմանը մասնակցելու արդյունքում 20,000 դրամ շահելու կամ ստանալու գովազդ, անցնում է հղումով, լրացնում է իր բոլոր մուտքային տվյալները, այն է։ Նման բան չկա, նման բան չկա։ Եք պարզաբանում, դա մեր նյութի համար մեզ պետք է։ Այն է, քաղաքացին մուտքագրում է իր հավելվածի, գաղտնաբառը, PIN կոդը, ստացած նույնականացման կոդը, որովհետև երբ տեղի է ունենում սարքի փոփոխություն, երբ որ այլ սարքից զեղծարարը մուտք է գործում, քաղաքացին ստանում է նույնականացման կոդ, եւ այդ նույնականացման կոդը հաճախորդը մուտքագրում է նույն հղման մեջ։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացիները չեն ընդունել, որ իրենք որևէ տեղ մուտքագրել են այդ կոդը, բայց հետո, երբ մեզ մոտ ցույց տալով իրենց ամբողջ ընթացքը, որովհետև ներողություն, բայց մեզ մոտ ամեն ինչ լոգավորվում է եւ մենք համակարգում տեսնում ենք այդ ամբողջ ընթացքը։ Երբ որ մենք ցույց ենք տալիս քաղաքացուն, որ դու մուտքագրել ես, այս պահին ստացել ես այս հաղորդագրությունը, մուտքագրել ես այս պահին, եղել է սա, քաղաքացիները ընդունում են դրանից հետո, որ իրենք այո կատարել են այդ մուտքագրումը։ Իսկ ինչու է օտար լեզվի մասին կարող եմ ասել, որ այդ բարեփոխումը մենք արդեն իսկ արել ենք եւ մենք պատրաստ ենք, այո։ Եվ մեր քաղաքացիները այսուհետ ստանալու են երկլեզու ունեն քաղաքացիներ, որ SMS ընդհանրապես չեն ստացել։ Ասեմ ում է պետք։ Պետք է նրանց, ովքեր հնարավոր է էլի հայտնվել ծուղակում։ Զոհը չէ, զեղծարարների զոհը։ Փաստորեն այստեղ կա բանկի մեղավորություն այնքանով, որ օրինակ ինչու եք անգլերենով ուղարկում հաղորդագրությունները, գուցե մարդիկ հարգելի գործընկերներ, տեսեք, եւ բանկը շարունակաբար ուսումնասիրում է զեղծարարության բոլոր այս մեխանիզմները, բոլոր ձևերը։ Տարիներ շարունակ բանկը ներդրումներ է անում իր համակարգի թե ամրապնդման, թե առհասարակ ապահովման տեսանկյունից, եւս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ բանկից տվյալների արտահոսք որևէ կերպ տեղի չի ունենում եւ քաղաքացիները իրենք են տվյալները տրամադրում զեղծարարներին, անցնելով հղումով եւ լրացնելով այդ տվյալները նշված հղումով։ Եվ բանկը հետևում է ինչպես քաղաքացիների վարքին, այնպես էլ վարքագծին, հա, այսպես երևի ձևակերպեմ, վարքագծին, այնպես էլ զեղծարարների եւ շարունակաբար ձեռնարկում է միջոցառումներ, որպիսի ամեն կողմից հնարավոր լինի փակել զեղծարարների հնարավորությունները ստանալու այդ վարկերն։ Օրինակ նշեցի, դրանցից մեկը հենց երկլեզու հաղորդագրությունն է։ Այլ միջոցներ նույնպես, օրինակ, որ այլ սարքից մուտք են գործում համակարգ եւ քաղաքացին եւս մեկ անգամ կոդ է ստանում, որ փորձում են այլ սարքից մուտք գործել իր հավելված։ Նման միջոցառումները շատ են եւ մենք դրանք իրականացնում ենք շարունակաբար եւ անընդհատ։ Բնական է, որ դրանք բոլորը հայտարարել եւ հայտնել չենք կարող։ Ոչ ճիշտ, եկեղծ տեղեկատվություն է։ Այս ամեն ինչը մենք լսում ենք։ Հարգելի պարոն Կարագոզյան, մենք կարող ենք նաեւ երևի թե զրպարտության համար այս պարագայում ձեզ հետ խոսել։ Իհարկե, դուք պատրաստ եք ամեն դեպքում գնալ դատարաններ, նենք, ծածուկ ճանապարհով, բացարձակ իրականությունը հեսա, բացարձակ իրականությունը հեսա, եւ այստեղ բոլոր Որ մեկը տեք բանկի կողմից SMS ստացել, որ մի դեպքում է, մի վարքյան, որ մի դեպքում է, հարգելիս, քաղաքացին իր անձնական տվյալները տրամադրել ինչ-որ մի, որևէ դեպքում քաղաքացին այստեղ հավաքված ասեք, դուք տրամադրել եք բա որն է զրպարտություն։
Պարոն Կարագևյան, ակցիաների, բոնուսների, զեղչերի մասին տեղեկանալը։ Դուք ո՞րն եք համարում այդ նշածս այդ ակցիաների զեղչերի սկզբնաղբյուրը։ Այսինքն բնակիչ է գնորդը հաճախորդը ավելի շուտ ինքը ինչպես պետք է հասկանա, որ այդ բոնուսը իրականում գոյություն ունի, այդ զեղչը կամ այդ ակցիան իրականում գոյություն ունի ու իրականում դա իրական զեղչ կամ բոնուս է օգտվելու համար։ Ես ինձ այդ հարցը ուղղված պիտի լիներ մյուս կողմին, որովհետև քաղաքացին չի կարողանում տարբերի, հայտնվում է ծուղակում, չի էլ հասցնում ինքը տեղեկատվություն տրամադրի, չի հասցնում քաղաքացին անձնական տվյալներ տրամադրի, խնդրեմ հարցրեք կան տեխնիկական միջոցներ, որով հնարավոր է պարզել արդյոք քաղաքացին տրամադրել է իր անձնական տվյալները, թե չէ, հնարավոր է իր անձնական տվյալները ձեռքաբերվել տարբեր այլ աղբյուրներից, որի մասին քաղաքացին տեղեկություն ընդհանրապես չունի։ Եվ ծուղակի մեջ հայտնված քաղաքացուն հիմա մեղադրել, որ դուք տրամադրել եք անձնական տվյալներ, ներողություն, անձնական տվյալներ դուք լսեցիք տիկին։ Ձեզ հասել է ինֆորմացիա, որ քաղաքացիները տրամադրել են անձնական տվյալներ։ Այդ ինֆորմացիան հնարավոր է, որ հանցագործները այլ աղբյուրներից են ձեռք բերել, բայց քաղաքացիներին մեղադրել են հարցում, թե միամտորեն կնոպչնի կոճակային հեռախոսով մարդիկ չեն կարող իրենց անձնագրային տվյալները կամ իրանք չեն էլ կան այստեղ քաղաքացիներ, որ իրանք չեն էլ հասկանում անգամ որն է իրենց անձնական տվյալները կամ անձնական տվյալները։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ տատիկի անունով ա եղել կամ թոշակառու կնոջ անունով ա, ու թոռը փորձել ա տատիկի անունով իդենտիֆիկացիա անել, գրանցել ու թոռը տատիկի անունով վարկա վերցրել։ Շատ լավ։ Այնուամենայնիվ այդ թոռը այդ տատիկը չէր։ Բանկը պետք է կարողանալ նույնականացնել տվյալ անձը։ Այդ ոնց է 14 մյուս բանկերի մոտ ստացվում է այս process-ը, այս 3 բանկերի մոտ ամբողջ աշխարհն է գնում թվայնացման, ամբողջ աշխարհն է գնում թվայնացման։ Ես խնդրում եմ, այս մասը շատ կարևոր է։ Հարցս հետևյալն է։ Հարցեր տանք եւ պատասխաններ ստանանք։ Լրագրողի աշխատանքը ենթադրում է հարց ստանալ եւ պատասխան ստանալ։ Թողնում եմ, բայց այստեղ շատ կարևոր բան ենք ասում։ 14 այլ բանկեր ոնց են կարողանում այդ սողանցքները պաշտպանել, ճշտել, զանգել։ Մենք ունենք հարգելի տիկին, մենք ունենք դեպք, որ վարկ է տրամադրվել 2 տարբեր բանկերից, 2 տարբեր բոնուսի զեղչ չէ։ Ներողություն, այստեղ խնդրում եմ իմ հարցին պատասխանեք, հա։ 2 տարբեր բանկերից քաղաքացին վարկ է ստացել կիբեր հանցագործի միջնորդությամբ։ Մի բանկից տրվել է նրան 1 միլիոն դրամ, մյուս բանկից 1.5 միլիոն դրամ։ Մի դեպքում, առաջին դեպքում կանխվել է, որ վարկ ստացած եւ այդ տվյալ հաշվից փոխանցված գումարները ետ են վերադարձվել, ճշտ գտվել են, որ քաղաքացուն պետք չէ այդ գումարները, ետ են վերադարձվել բանկին։ ID բանկի մասով մենք ունենք բոլորովին այլ պատկեր։ Մենք ուզում ենք, որ ձեր բանկերը լավ աշխատեն, մենք ուզում ենք օգտվել ձեր բանկերից։ Հիմա ի՞նչն է պատճառը։ Խնդրում եմ այս հարցից պատասխանեք։ Ես չեմ կարող կոնկրետ այդ кейսի մասով պատասխանել բնականաբար, մինչև մանրամասն ուսումնասիրություն տեղի չունենա ցանկացած դեպքում։ Երկրորդը, այնքան դեպքեր կան, որոնք ես չեմ կարող բոլորը անգիր հիշել, պետք է ուսումնասիրել բոլոր դեպքերը։ Դուք ասում եք տասնյակ դեպքեր են։ Ձեր բազայից դուրս եկել են։ Բնականաբար ոչ, ես նորից ամենայն վստահությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման կիբեր հանցագործության մասին առհասարակ խոսք գնալ չի կարող։ Նորից եմ ասում, տվյալների արտահոսք բանկից տեղի չի ունենում եւ չի ունեցել։ Ինչ վերաբերում է դեպքերին, ես իրականում այս ամեն ինչ հիմա տեղի է ունենում, շատ ցավալի է, հա, բանկի համար, որովհետև համբավի հետ ենք խաղում, այսպես ասած, բայց ես անչափ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, ովքեր այսօր այստեղ են, որովհետև այս ակցիաների շնորհիվ շատ ավելի շատ քաղաքացիներ կիմանան այն մասին, որ իրենց անձնական տվյալները որևէ մեկին հայտնելը հակացուցված է եւ հղումներով անցնելով ցանկացած տվյալ լրացնելը հակացուցված է եւ քաղաքացու համար այսօր ֆինանսական գրագիտությունը եւ թվային գրագիտությունը
կենսական հմտությունների մեջ է մտնում, հարգելի գործընկերներ, սա ես ձեզ եմ դիմում որպես լրատվամիջոցներ եւ խնդրում եմ հնարավոր բոլոր ռեսուրսները ներդնել, ինչպես անում է դա ID բանկը, երկար տարիներ կրթելով երեխաներից սկսած մինչև մեծահասակներ, մենք ունենում ենք բազմաթիվ դասընթացներ, բազմաթիվ հանդիպումներ, բայց ցավոք սրտի ունենք այս պատկերը եւ փաստացի մարդիկ այլևս ամեն ինչը չտեղի չունենա։ Փաստացի մարդիկ այլևս ամեն ինչը չտեղի չունենա։ Ես նորից եմ ասում, բարեփոխումները բանկի կողմից անընդհատ տեղի են ունենում։ Մարդիկ տուժել են դրանց արդյունքում։ Ասեք, ինքը ֆինանսական ինչ կրթություն պետք է ունենա, որ միամիտ չխաբի։ Ֆինանսական կրթություն բոլորը պիտի ունենան։ Ֆինանսական եւ թվային գրագիտությունը 21-րդ դարում պարտադիր պայման է։ Ես կարող պարտադրել քաղաքացուն, դուք չեք կարող Թաթևիկ ջան պարտադրել քաղաքացուն, որ նա կրթվի։ Հիմա բանկի մեղավորությունը Ես եմ ուզում այդ հարկը։ Տիկին Վարդևանյան, ունեք տվյալներ, թե քանի հոգի են նման խարդախության զոհ դարձել եւ ովքեր որ զոհ են դարձել, այսինքն ինչ լուծումներ կան մեղմելու այս իրավիճակը ու անվտանգային ռիսկերը էլ ավելի ուժեղացնելու, հզորացնելու ուղղությամբ։ Զեղծարարությունների թիվը վերջին 1 տարվա մեջ է աճել, կապված այս գովազդային հայտարարությունների հետ, հա, բավականին աճել է զեղծարարությունների թիվը, բայց ինչպես արդեն նշեցի, 2.5 միլիոն տրամադրված վարկերի մեջ, այո 0.0 ինչքան տոկոս է, հա, կազմում այս զեղծարարությունների թիվը։ Եվ բանկի կողմից շարունակաբար ներդրվում են միջոցներ, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն իրենց հաշվի հետ կատարվող ցանկացած քայլի մասին, որպեսզի այ հիմա այդ որ ասում եմ երկլեզու այս բան են ստանալու, հա, հաղորդագրություն են ստանալու, դա եւս արվել է բարեփոխումների շրջանակում, որպեսզի քաղաքացին հստակ կարդա եւ տեսնի, որ իր հաշիվների հետ ինչ որ բան է տեղի ունենում, որ ձեր հաշվից այ այսինչ սարքից փորձում են մուտք գործել, ձեր հաշիվ փորձում են այսինչ սարքից մուտք գործել, դա դուք եք թե չէ։ Որ տեղի են ունենում ասում են մենք կպատասխանենք, Մեկ ու կես օր հետո նորից ID բանկը չի կարողանում կասեցնել։ Բազմաթիվ կասեցված դեպքեր հավատիացնում ենք ձեզ, բազմաթիվ կասեցված դեպքեր ունենք։ Թե քանի նման քրեական գործ կա։ Բանը արվում է ռոքետ լայնի միջոցով։ Տարբեր եւ ռոքետ լայնի եւ մյուս վարկերի հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այս հարցերի համար։ Հարուցված ID բանկություն եմ հայտնում եւ կարծում եմ, որ մենք կարող ենք լրատվամիջոցների հարցերին լրացուցիչ պատասխանել, քանի որ քաղաքացիների հարցերը առանձին են եւ ես այս պահին որևէ մեկի տվյալներին չեմ տիրապետում, քաղաքացիների հարցերին չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ պատասխանել բոլոր մնացած հարցերին, որոնք վերաբերում են առհասարակ այս համակարգին։ Որպես բանկի ներկայացուցիչ եւ քաղաքացիները հարցեր ունեն, որոնք որ պիտի բարձրաբանվեն։ Հիմա ես հնչեցնեմ իմ հարցը, խնդրում եմ ուշադիր եղեք։ Օգտվում եմ մի քանի բոլոր հարցերը ուղղել գրավոր կերպով PR շնիկ ID bank.am-ին եւ մենք բոլոր հարցերին մանրակրկիտ կպատասխանենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Տիկին ջան, սրանք դիմաց հարցեր են։ Բազմիցս դիմել ենք եւ ինչպես լսում եք։ Ուրեմն երբ որ զեղծարը նոր սարքից մուտք է գործում, ինչի համար այդ սարքը չի բլոկավորվում առաջի հերթին։ Սարքի բլոկավորման հնարավորություն կարծում եք ունի բանկը։ Ծրագրային Ես այս պահին մասնագիտական հարցերին չեմ կարող բնականաբար պատասխանել։ Կներեք դուք մի րոպե էլի դուք եկել եք դուք ինչ պատասխանատու պաշտոնյա։ Ես հաղորդակցության բաժնի ղեկավար։ Իսկ կլինին այն մարդը գա, ով կարող է պատասխանել։ Այս պահին չեմ կարող ասել կլինի պատասխանատու բանկում թե ոչ, բայց հարցրվեց, որի պատասխանը չլսեցի։ Դե որովհետև ես մասնագիտական նման հարցին չեմ կարող պատասխանել, կարող եմ պատասխանել իմ իրավասությունների շրջանակում։ Ես խնդրում եմ ձեզ նորից PR շնիկ ID bank.am-ին ուղարկել բոլոր հարցերը եւ մենք մանրակրկիտ կուսումնասիրենք։ Բոլոր հարցերը ժամանակին տրված են, կոպիտ պատասխանները ստացված են, հարցերին լուծում տրված են, դրա համար մենք եկել ենք հասել ենք այստեղ։ Հիմա մի րոպե էլի կներեք։ Հիմա խնդիրը այն է, որ մենք ուզում ենք, եթե կարող է մասնագետ գա, մասնագետը իր մասնագիտական պարտականությունների շրջանակում պատասխանի։ Մեր մասնագետները պատրաստ են ձեզ ընդունել եւս մեկ անգամ, ոչ այս պայմաններում
բնականաբար կարող ենք հրավիրել ձեզ ներս եւ ուսումնասիրել ձեր կոնկրետ հարցը։ Մյուս բոլոր քաղաքացիներին նույնպես խորհուրդ եմ տալիս, որը մենք մենք այդ հարցերը ուսումնասիրել եւ պատասխանել ձեր հարցերին։ Փողոցային պայմաններում պատասխանել նման հարցերի ես ցավոք սրտի չեմ կարող։ Խնդիրը այն է, որ լրատվության դիմաց է պետք պատասխանել այդ հարցերին, մենք ակցիա ենք իրականացնում, որը լրիվ իրազեկման ակցիա այստեղ կատարվում, որը պետք է կատարվի լրատվամիջոցների աչքի առաջ։ Եվ այո, փողոցում շատ նորմալ երևույթ է սա։ Եթե չեք ընդունում, մենք շարունակում ենք մեր ակցիան։ Թող գա այն մարդը, որ կարողանա պատասխանի, կպատասխանի։ Նորից այդ ակցիայի համար եւ նորից խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ բոլոր հարցերը ուղարկել pr@idbank.am-ին։ Կարող եք ուղղել այդ հարցերը եւ մենք կանդրադառնանք։ Դա ձեր իրավունքն է, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Շատ կներեք, էլի հարգելի լրագրող, մի հարց սա գաղտնիք չի։ Հավանաբար օգտվում եք քարտից։ Այո։ Դուք եթե մի ուրիշ քարտի, մի ուրիշ բանկի, մի ուրիշ քարտի գումար եք փոխանցում, ո՞նց եք փոխանցում։ Այսինքն գումարը փոխանցում եք, ձեզ ի՞նչ է տեղի ունենում։ Քարտից քարտ փոխանցման միջոցով հաստատող SMS-ը ավարտում։ Հաստատող SMS-ը։ Եթե նայում եմ, ես համոզում եմ, որ դա այդ հաստատող կոդը իրական է, այսինքն չի ուղարկված այլ հեռախոսահամարի միջոցով, իսկ դա հեշտ է հասկանալ, նոր ուղարկում եմ այդ SMS-ը։ Իսկ ոնց կբացատրեք այն դեպքը, երբ որ իմ հաշվից 5 անգամ 400,000-ներով գումար են փոխանցել 1-2 րոպեի բանով, տարբերությամբ ու ոչ մի կոդ չի եկել ինձ, որպեսզի ես հաստատեմ։ Տպավորություն չլինի, թե ես ինչ-որ բանկի կամ չէ, նայ, եկեք ես խնան եմ ուզում հասկանամ, դուք ասում եք կարող է ձեր տվյալները ինչ-որ մեկը ունի գրանցած, ձեր օրինակ ID բանկի նույն հավելվածով մուտ ինչի SMS-ը չի եկել։ Իմ գումարը կարող է SMS ծառայությունը բացված չի։ Բացա ոնց բաց չի։ Ոնց բաց չի։ Այլ հեռախոս Եկեք հասարակ օրինակ բերեմ։ Չէ, մի րոպե, լավ չէ, հասարակ օրինակ։ Մենք հասկանում ենք, մենք իհարկե հասկանում ենք, որ ձեր կասկածները, այո, հիմնավոր են եւ այդպես էլ պետքա լինի եւ այդպես պետքա լիներ, բայց այս դեպքերում այդպես չի եղել։ Դրա պատճառով մարդը մասնագետ է կիբերանվտանգության, մենք այստեղ փաստաբաններ, իրավաբաններ ունենք, մենք այստեղ մասնագիտական թիմ ունենք, մենք այս խնդիրները ուսումնասիրել ենք, մենք գիտենք եւ վերջապես գաղտնիք չի, որ բանկերը թալանում են եւ ոչ օրինաչափ են աշխատում։ Հիմա ինչ ես պիտի գնեմ ապացուցեմ, որ մածունը սպիտակ է։ Այսքանը, շնորհակալություն։ Խնդիրներ կան բանկեր, այս 3 բանկերում, որը պետք է